մուտքից մենք այս պահին կզրուցենք հանրապետական գործիչ Էդուարդ Շարմազանովի հետ։ Պարոն Շարմազանով, փաստորեն թույլ չտվեցին անգամ այսպես լիարժեք վայրեջ կատարել, հենց օդանավի մուտքից տարան համբարձումային, այս հապճեպությունը ինչով եք պայմանավորում։ Դե դա կանխատեսելի էր, եթե հապճեպորեն 6 տարի 3 ամիս ապօրինի կալանք են տալիս, եթե 6 տարին համաներումով էր, իսկ ակնհայտ է, չէ՞ որ նման նույնիսկ ենթադրյալ հանցանքի համար նման բան չի լինում, էլի, հաշվի չեն առնում ոչ անչափահաս երեխաների առկայությունը, ոչ դրա համայնքապետ լինելու, ոչ համայնքաբար բարձր հեղինակություն ունենալու հատկությունները, ոչ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախահայերի մեր հայրենակիցներին օժանդակելու եւ նրանց կողքին լինելու նրա այդ արժանապատիվ կեցվածքը, բնականաբար ես ասել եմ առաջին իսկ օրվանից, սա քաղաքական պատեր է եւ Նիկոլ Փաշինյանը եկել է ՊՀ, որ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը եւ իմպիչմենտի գործընթացը սկսել է խանգարել եւ ներարտանացնել Փաշինյանը եւ նա փորձում է չեզոքացնել իր քաղաքական հակառակորդներին, բայց այդտեղ մի հատ խորհրդանշական բան կա, Դավիթ Համբարձումյանը 18 թվականի հունիսին, նույնիսկ մայիսին, այս կապիտուլյան ռեժիմի առաջին քաղբանտարկյալն էր եւ այսօր էլ Դավիթ Համբարձումյանին կալանավորելով ես հուսով եմ, որ Դավիթ Համբարձումյանը կլինի առաջին ու վերջին քաղբանտարկյալը եւ այլևս հասարակությունը կհամախմբվի եւ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի, ասիկա առաջինը եղել է Դավիթ Համբարձումյանը, վերջին քաղբանտարկյալն է կլինի Դավիթ Համբարձումյանը, ինքը պինդա, ես իր այդ միշտ կապի մեջ եմ եղել, որևէ խնդիր չկա, ամեն ինչ է տղամարդու համար է, ինքը քաղաքական պայքարի ներկայացուցիչը, հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, հանրապետականի քաղաքական հայրերը սովետական գուլագներում են տասնյակ տարիներ նստել, մի հատ աղ չեն արել, ինչ է, մի յուրաքանչյուրս էլ պատրաստ են, Դավիթը պինդա, պատրաստ է եւ վերադառնալով Հայաստան ցույց է տալիս, որ պայքարը հաղթելու է Հայաստանի ադրբեջանացմանը։ Շարմազանով հերթական համայնքը մնաց առանց ընտրված համայնքապետի, ինչ է կատարվում։ Այս ասեմ Հայաստանն անտեղ մնացել, դուք ասում եք հերթական համայնքը։ Այսօր որ գլոբալ առումով նայենք, բոլորն էլ հայկական իշխանություններ չկան։ Հայաստանն անտեղ մնացել, դուք ասում եք հերթական համայնքը։ Տղաները խոստացին նորոններ, խորեններ, տեղակալները խոսեցին։ Ես ամբողջված եմ, որ Դավիթի թիմը պինդա, իրանք հնարավորինս աշխատեն փոխարինել արժանապատիվ Դավիթ Համբարձումյանը, իսկ մեր խնդիրը պետք է լինի համախմբվել եւ հասարակությանը ցույց տալ, որ այս կապիտուլյան ռեժիմը բացի քաղաքական ռեպրեսիաներից այլ բան ընդունակ չի անելու։ Որովհետեւ արդեն տեղեկություններ կային, որ Գյումրիում հնարավոր է որ կապատի կներեք, էլի, ես այդ 1950 կարող է մի քիչ բան են չու։ Գյումրիում կարևորը Երևանում պատերազմները հաղթում էին մայրաքաղաքում։ Իշխանությունները ձևավորում են մայրաքաղաքում, կառավարության շենքում։ Նիկոլ Փաշինյանը քանի դեռ կառավարում է վարչապետի պաշտոնից, հետևաբար Հայաստանի ազգային պետականություն ունենալու հեռանկարը վտանգված է։ Դրա համար ենք մենք ասում, որ նախ եւ առաջ պետք է հեռանա բնականաբար օրինական եւ համադրական ճանապարհով։ Դրա համար կարեւորը հենց այդ իմպիչմենտն է։ Նիկոլ Փաշինյանը, նոր դրանից հետո ամեն ինչ իր տեղը կգա։ Հələ Նիկոլ Փաշինյանը թող որևէ վարչական ռեսուրս չունենա, դենեմ Հովանավանք իր հետ քանի հոգի կգնաց։ Իսկ իր ԿՊ-ի տեղակալները հետո չէին գնա։ Հələ ինքը մի օր պաշտոն չունենա։ Ոչ թե լինի պաշտոնակատար, այլ պաշտոն չունենա։ Տեսնենք քանի հոգի կլինի։ Կարծում եմ այդ նույն մարդիկ կգնան, ոնց որ հիմա սուտ վկայություն են տալի վեհապարի դեմ, նույն ձև սուտ վկայություն կտան, ճիշտ վկայություն կտան իր դեմ։ Սա է խնդիրը։ Ինքը մնացել է իշխանության բացառապես օտար ուժերի, իմ տպավորությամբ թուրք-ադրբեջանական հովանավորության եւ ուժային կառույցների։ Ես կարծում եմ ուժային կառույցների ոչ բոլորի։ Այս տղաներն են, հայ մարդիկ են, չէ՞, իրաց ծառայություն անում, ինչ իրանք չեն հասկանում այդ մարդուն ինչ անել։ Իրենք նշում են, որ ժողովրդի լեգիտիմության հաշվին են, ժողովրդի տված լեգիտիմություն։ Ժողովրդի լեգիտիմությունը չունեն, Զառաջան, որտեղ 21 թվականի խաբել են, իրան եթե Նիկոլ Փաշինյանը 21-ի ընտրություններին հայտարարեր, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, որ Ալիևին ու Էրդողանին հրավիրելու են Երևան, իր ԿՊ-ի կես իրանց են չեր տա։ Խաբելա մոլորության մեջ է գցել ժողովրդի 21 թվականին եթեի կենտրոնությունների ժամանակ կանգ էր ասել ճանաչելու եմ Արցախը Ադրբեջանի կազմում, Արցախը հայաթափվելու է եւ մի հատ Հայաստանի ադրբեջանացման ծրագիր անվանելու եմ խաղաղության խաչմերուկ,
Ես շատ խիստ կասկածում եմ, օրինակ իր ԿՊ ռահվիրանները իրանց այն կտային, թե չէ։ Ինչի մասին է խոսքը։ Հասկանալի է ձեր տեսակետը։ Հարգելի հետևողներ, ինչպես տեսնում եք, քաղաքացիները շարունակում են կանգնած մնալ,